Սիսիանի զորամասերից մեկում այսօր զոհված պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայության նետառնչություն չունեցող պատճառով, հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը։ Մահացածը 37 տարեկան է, ըստ մամուլի պայմանագրայինը ինքնասպան է եղել։ Լրատվամիջոցները նկատել են, որ այս ողբերգությունը վերջին մեկ ամսվա ընթացքում բանակում արձանագրված արդեն 5-րդ մահվան դեպքն է։ Տարվա սկզբից 14-րդ մահը զինուժում։ Արդյոք Պաշտպանության նախարարն իրեն պատասխանատու համարում է այս ողբերգությունների համար։ Բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում, ինչու։ Իհարկե, ես միշտ հեռու եմ եղել այն մտքից, որ մենք այս հարցին պիտի նայենք վիճակագրության ձևով, բայց կյանքը ու անցյալը, ընդհանրապես բանակի պատմությունը նաև որոշակի վիճակագրություն է ենթադրում։ Հայաստանի Հանրապետության պատմության ողջ ընթացքում, բանակի ողջ պատմության ընթացքում դեպքեր ինքնասպանության, սպանության, ոչ կանոնադրային հարաբերությունների եղել են մշտապես։ Դրանք բարձրացել են, իջել են։ Ըստ էության պաշտպանական գերատեսչության ղեկավարը փորձում է տարանջատել ողբերգական պատահարների քաղաքական պատասխանատվությունը, բանակում առկա արատավոր երևույթների պատմական ժառանգությունից։ Այս դիրքորոշմամբ նախարարը փաստացի հակադրվում է հանրային ընկալմանը, որ զինվորի կյանքի համար առաջնային պատասխանատուն հենց ոլորտի քաղաքական ղեկավարն է։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Տիգրան հանձնման վտանգներին։ Նա նշել է, որ իշխանությունը նախընտրական շրջանում թաքցրել է իրական մտադրությունները, օգտագործելով տարածքի օպտիմալացում անորոշ տերմինը։ Հիմա էլ մենք ասում ենք, որ վաղը, մյուս օր, եթե պրոցեսի դեմը չառնի, եթե մեր ժողովուրդը չվերակողմնորոշվի, չկողմնորոշվի, մենք ունենալու ենք ավելի մեծ խնդիրներ։ Տիգրանաշենում իրենք սարքելու են այն օրինակը, ինչ որ սարքել են Արցախում։ Շենքեր, վերաբնակիչներ, ու երբ մենք խոսում էինք, որ ուզում են գան, մեզ ասում էին դուք վատ լուրեր եք ասում, մենակ լավ լուրեր, պետք է գնայինք բան անենք, համերգների մենակ պետք է գնայինք։ Երբ որ այդ գիծը հատել ես, էլ վերադարձ չկա։ Նիկոլ Փաշինյանը ամենայն հայոց կաթողիկոսին խորհրդարանի ամբիոնից մեղադրել է ուխտադրժության սեռական կյանքով ապրելու համար։ Ընդդիմությունի պատասխան հարվածել է սեղաններին, վանկարկել վեհափառ։ Իսկ Կտրիչ Ներսիսյանը ունի դուստր։ Ավարտեք։ Վերջացրեք։ Դմփնփոց այդ փաստը չի կարա ջնջի, հասկանում եք, Կտրիչ Ներսիսյանը աղջիկ ունի։ Վերջ։ Խնդրում եմ դմփացնեն նրանք, ովքեր չգիտեն եւ չգիտեն, որ Կտրիչ Ներսիսյանը ունի աղջիկ։ Հա։ Ապացուցվեց ակնհայտը, մարդիկ ճշմարտության հետ խնդրեմ ունեն։ Պարոն Մանուկյան, լրեք մի հատ։ Լրեք մի հատ։ Ի։ Կտրիչ Ներսիսյանը պետք է հանգիստ թողի վերափառի։ Ավարտեք։ Այսինքն եթե դες համար սիրուհի ունեցող վեհափառը նորմալ է, ինձ համար որպես հայաստանյա ծառայելական սուրբ եկեղեցու հետեւորդ դա սրբապղծություն է։ Պիղծ է ձեր վեհափառը։ Պիղծ է։ Լրեք, ներողություն, ավարտվեց այս հարցը։ Այսինքն եթե դուք խնդիր չունեք, որ մայրաթոռում նստած մարդը սեռական կյանք ունի, դմդմփացրեք ինչքան ուզում եք, դմդմփացրեք։ Պարոն Մանուկյան, ես ձեզ նախազգուշացնում եմ։ Ես ինչքան գիտեմ երեխա ունենալու ուրիշ մեթոդներ, նույնիսկ եկեղեցում չկան, երեխա ունենալու մի մեթոդ կա, այդ սեռական հարաբերություններն են։ Եվ էկոյով է։ Բան կուսակրոնություն եւ ընդ որում ես կարծում եմ, որ բոլոր այդ գիծը հատած հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ամենայն հարգանքով, ես չեմ դատապարտում ոչ մեկին։
Я затрудняюсь в понимании того, что значит был бы доволен, если бы его исключили. Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հապկից Հայաստանին հեռացնելու մասին հայտարարությանը։ Եվրամիության անդամակցության ուղին ընտրելով Հայաստանը կբախվի ԵԱՏՄ օրենսդրության հետ խորը հակասությունների, ինչը կվնասի հենց Երևանին, ասել է Պեսկովը։ Անդրադառնալով հապկին Կրեմլի խոսնակը նշել է, որ եթե Հայաստանը այլևս չունի կազմակերպությանն անդամակցելու կարիքը, լիովին ազատ է համապատասխան որոշում կայացնել եւ դուրս գալ դրա կազմից։ Ես կարող եմ վստահ ասել, որ մենք հապկում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու։ Այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ շատ գոհ կլինի, եթե հապկը հեռացնի Հայաստանը կազմակերպության շարքերից։ Կազմակերպությունում ի դեպ կանոնադրությունը նախատեսում է նման բան, կարելի է երկրին հեռացնել կազմակերպությունից, ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանի Հանրապետությանը հեռացնել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Մեզ համենայն դեպս կազատի դուրս գալ չգալու երկընտրանքից։ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ռուսաստանին հայկական երկաթուղին շահագործելու կոնցեսիան վաճառելու երրորդ երկրի։ Փաշինյանը պնդել է ռուսական երկաթուղիների կառավարմանը հանձնված երասխախուրի երկաթգիծը դուրս է մնում թրիփ ծրագրից, քանի որ արևմտյան գործընկերները հրաժարվում են ներդրումներ անել Ռուսաստանի հետ կոնֆլիկտի պատճառով։ Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով հիմա մենք կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը։ Այս է պատճառը, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել եւ կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի եւ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։ Կրկնում եմ, Հայաստանի եւ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։ Ռուսաստանի մեր գործընկերներին կրկին խնդրում եմ հնարավորինս արագ հասնել այս խնդրի բարեկամական լուծմանը։ Հայաստանի երկաթուղին 2008 թվականից կոնցեսիոն կառավարման պատկանում է ռուսական երկաթուղիներ ընկերության դուստր Հարավկովկասյան երկաթուղի ընկերությանը։ Պայմանագրի նախնական արժեքը մոտ 104 միլիարդ դրամ է գնահատվում։ Եվ սրա համար մենք պետք է Այս ամենի ֆոնին նա հայտարարել է, որ Հայաստանը կսկսի աշխատանքներ Եվրամիությանն անդամակցության դիմում ուղարկելու հարցով։ Այսօր խորհրդարանում է եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպանը։ Ըստ պաշտոնական աղբյուրի Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, քննարկել երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր։ Կրասնոդարում ուկրաինական զինուժը թիրախավորել է մանկական մասնավոր կենտրոն, զոհվել է 2 երեխա, տուժել է 12, հոսպիտալացվել է 10 մարդ, այդ թվում 6 երեխա։ Ուկրաինան անընդհատ թռչող սարքերով թիրախավորել է Ռուսաստանի Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում և Դաղստանում գտնվող Օզոն ընկերության պահեստներն ու լոգիստիկ կենտրոնները։ ԱԹՍ-ի հարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել Կրասնոդարի լոգիստիկ կենտրոնում։ Հարձակման է ենթարկվել նաև Ստավրոպոլի երկրամասի Նևինոմիսկ քաղաքում գտնվող պահեստը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ վստահություն հայտնելով, որ Մինսկն ու Կիևը կվերականգնեն փոխշահավետ համագործակցությունը։ Բելարուսի ղեկավարը շեշտել է, որ անկախ աշխարհաքաղաքական ցնցումներից երկու ժողովուրդների ապագա սերունդները կպահպանեն ավանդական բարեկամական ու ազգակցական կապերը, իսկ Մինսկն ու Կիևը կվերականգնեն համագործակցությունը հիմնված վստահության, հարգանքի եւ իրավահավասարության սկզբունքների վրա։ Հյուրընկալ Բելարուսը միշտ բաց է յուրաքանչյուր ուկրաինացու համար, ով գալիս է բարի մտադրություններով, նշել է Լուկաշենկոն։